Բարև ձեզ հարգելիներս, Բաց TV-ի եթերում իր աշխատանքները շարունակում է ժամանակն է խոսել հաղորդաշարը։ Հիշեցնեմ, որ սա հաղորդաշարը երկրում առկա խնդիրների եւ դրանց լուծման ճանապարհների մասին։ Այս պահին մեր տաղավարում հյուրընկալում ենք փաստաբան Մարինե Ֆարմանյանին։ Բարև ձեզ, Տիկին Ֆարմանյան։ Նախ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել այս խառը իրավիճակում եւ մեզ մոտ եք։ Ես եմ շնորհակալ։ Քանի որ դուք ստանձնել եք arczepiskopos Միքայել Աճապահյանի փաստաբանի աշխատանքը, ես կուզենայի հասկանանք այս պահի դրությամբ ինչ փուլում է եւ ինչ եք դուք ակնկալում այս պահի դրությամբ։ Կրկին շնորհակալություն հրավերի համար։ Միքայել Սրբազանի շահերի պաշտպանությունը ստանձնել ենք փաստաբանական խմբով, 5 փաստաբանի կազմով եւ նախաքննության առաջին րոպեից ներգրաված ենք եղել։ Այս պահին Սրբազանը գտնվում է կալանավորված վիճակում ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում նախնական կալանքի տակ։ Այսօր ստացել ենք դատարանի որոշումը, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու 2 ամիս ժամկետով, այդ տխրահռչակ որոշումը դատավոր Մասիս Մելքոնյանի եւ պատրաստվում ենք անպայման բողոքարկել, վերաքննիչ բողոք ներկայացնել վերաքննիչ քրեական դատարան, ինչպես նաեւ կազմակերպում ենք տեսակցություններ, նաեւ միջնորդություն ենք ներկայացրել դատախազին քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով, քանի որ մեղադրանքը ամբողջությամբ ապօրինի է եւ այս իրավական անհասկանալի վիճակում եւ այս ապօրինի մեղադրանքի տիրույթում փորձում ենք իրավական մեխանիզմներով պայքարել այս անարդարության դեմ։ Վերջին ասուլիսի ընթացքում դուք ասացիք, որ կան հակասություններ մեղադրանքի մեջ։ Եկեք հստակ կետերով նշենք, հա, որոնք են այն խնդիրները, որոնք ձեզ անհանգստացնում են ընդհանուր առմամբ գործում եւ դրա իրավաչափությունը։ Նայեք, մենք գտնում ենք, որ սա պարզապես հաշվեհարդար է հոգեվորականի նկատմամբ, որովհետև ինչպես գիտեք, Միքայել Սրբազանը հայտնի է իր կարծիքը հրապարակային արտահայտելու եւ իր դիրքորոշումը չթաքցնելու, այսպես այո, ընդ որում դա ոչ միայն այս ժամանակաշրջանում, այսինքն ոչ միայն այս իշխանության օրոք, այլ նաև նախկին իշխանությունների ժամանակ։ Իշխանությունների օրոք եւ ներկա իշխանության օրոք Միքայել Սրբազանը մշտապես իր կոշտ դիրքորոշումը արտահայտել է, եթե որևէ քննադատելի երևույթ եղել է պետությունում եւ նա այսպես շատ արիաբար, հա, շատ այսպես այո, համարձակորեն իր տեսակետը ներկայացրել է։ Մենք գիտենք, որ հոգեվորականները իրենք ավելի այսպես փափուկ, ավելի պարփակված, հա, իրենց եւ ոչ հաճախ արձագանքում են հանրային իրավիճակներին։ Ի տարբերություն Միքայել Սրբազյանի։ Այո, Կարինե ջան, ես գտնում եմ, որ դա նորմալ է, որովհետեւ հոգեվորականներն այլ կյանքով են ապրում, այլ կենցաղ ունեն, այլ կենցաղավարություն ունեն, այլ հոգեվոր եւ ուրեմն մտավոր մոտեցում ունեն կյանքին եւ առհասարակ աշխարհիկ վիճակին։ Հետևաբար բնական է, որ ամեն հոգեվորականը ինքը իր մեջ պարփակված Աստծո հետ իր հաղորդակցության շրջանակում ինքն է որոշում ասել թե չասել, հա, կամ ինչպես արձագանքել աշխարհիկ երևույթներին։ Բայց Միքայել Սրբազանը շատ արդարացիորեն, հա, իր որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի մշտապես իր դիրքորոշումը հայտնել է։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա, նայեք, երբ որ իշխանությունն է հոգեվորականներին սպառնում, խոսում բացասական իմաստով, այստեղ խնդիր կա, բայց երբ որ հոգեվորականներն են իշխանության մասին բացասաբար արտահայտվում եւ քննադատորեն մոտենում նրանց գործողություններին կամ ուղիղ քննադատական կարծիք հնչեցնում, դա լիովին թույլատրելի է, որովհետեւ հոգեվորականը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ որպես ցանկացած քաղաքացի իր պետության հանրային ուրեմն իշխանությունից իշխանությանը պահանջ ներկայացնելու եւ այդ իշխանությանը քննադատելու կամ քննադատական կարծիք հնչեցնելու իրավունք ունի։ Առավել եւս որ չափազանց շատ բնակչության հետ է շփվում։ Հակառակը պիտի ինքը իրեն զսպի բոլորի նկատմամբ,
որովհետև ըստ էության դա սահմանադրությամբ նախատեսված նորմ է, որ հանրային իշխանությունը պետք է հարգի մարդու իրավունքները եւ այդ թվում նաեւ ազատ կարծիքի իրավունքը։ Սակայն մենք ունենք մի ողբալի իրավիճակ, առանց այլևայլության ես այս բնութագրումը ձեզ ասում եմ, որ իրավական առումով ողբալի, մնացած հա ոլորտների մասին չեմ խոսում, եթե անդրադառնանք ավելի վատ ուրեմն հանգամանքներ գուցե այլ ոլորտներում հայտնաբերենք վարչարության իմաստով։ Արդարադատության համակարգում սա իսկապես ողբալի է, երբ որ չունենք մեղադրանք, ընդհանրապես չունենք գոյություն չունի մեղադրանք, սակայն մարդուն մեղադրում են կարծիք արտահայտելու համար եւ ըստ էության կալանավորում են։ Նայեք, Միքայել Սրբազանը իր հարցազրույցը, սոցիալական հարթակում այդ Գալա TV-ին տված հարցազրույցը դեռևս 2024 թվականի փետրվարի 3-ին է հնչեցրել եւ պահանջ է ներկայացրել ուրեմն ռազմական որևէ հա այդպես գործիքներ չունենալով, որ ինքը հանրությանը հավաքի, հրավիրի ռազմական հեղաշրջում անելու, այլ ուժային կառույցներին ասել է, որ միջոցներ ձեռնարկեք, որ այս երկրում փոփոխություն լինի, հեղաշրջում լինի։ Իդեպ ինքը հեղաշրջումը հենց հեղափոխության իմաստով էլ ասել է իրականում, հենց այդպես էլ նկատի է ունեցել, որովհետև նրա տեքստից լիովին հասկանալի է, որ ինքը կոչ չի անում հասարակության անդամներին, հա, հասարակության ոչ թե ամբողջային տարբերակով քաոսի ստեղծման կոչը, այլ ընդհակառակը։ Դատախազությունը ասում է դիտումները շատ են, բայց ինչքան էլ դիտումները լինեն, Միքայել Սրբազանի կոչը չի վերաբերում հանրության որոշակի շերտերի, որ նրանք էլ հավաքվեն, զինվեն ու ինչ-որ հեղաշրջում։ Ամեն դեպքում հավաքող եւ զինող է պետք, բայց եթե Միքայել Սրբազանը չի առաջարկում դա։ Ուժային կառույցները հավաքվեք, հեղաշրջում իրականացրեք, այսինքն ովքեր են այդ ուժային կառույցները, ինչ գործողություններ պիտի կատարեն, առհասարակ ականջալուր կլինեն, հա, Սրբազանի խորհրդին, հորդորին, որևէ կերպ հասկանալի չի։ Եվ այստեղ կուրիոզը, որ դրանից ավելի վաղ մենք արդեն այդ փաստաթուղթը ներկայացրել ենք եւ նախաքննության մարմնին եւ նաեւ հանրությանը դրա մասին իրազեկել ենք, նույնաբովանդակ, մենք դրանից 2023 թվականին, հա, նույնաբովանդակ հայտարարության կապակցությամբ հասարակական կազմակերպություններից մեկը դիմել էր դատախազություն, որպեսզի Սրբազանին քրեական պատասխանատվության ենթարկեն, այն կոնտեքստով, որ Սրբազանը ռազմական հեղաշրջման կոչ է անում։ Եվ դատախազությունը հայտնում է, որ ուսումնասիրվել է այդ ՀԿ-ի ուրեմն հաղորդումը ու հայտնաբերել են, որ այդ արարքում հանցակազմ չկա։ Խոսում ենք Դանիել Իոնիսյանի ես նկատի ունեմ, այդ ուղղակի չի մտաբերում, հա, այս բային ազգանունը կներեք, եւ այդ դրա հիման վրա հետո որոշվում է, որ այնուամենայնիվ 2025 թվականին 2024 թվականի փետրվարի 3-ի հայտարարությունը այնուամենայնիվ ուրեմն հանցագործության հատկանիշներ է պարունակում։ Մենք դրա մասին եւ դատախազությանը հայտնեցինք եւ դատարանի արչեւ բավականին հիմնավորեցինք, բայց իմաստ չկար, դատանին կարող ենք ոչինչ չասել, այն ձայն բարբառո հանապատի վիճակ էր, այնտեղ իրավաբանությունը չէր ապրում, հա, դատարանում, այդ դատական նիստի ժամանակ ուղղակի իրավաբանությունը չէր ապրում, մենք պաշտպաններով փորձում ենք վերակենդանացնել այդ իրավաբանությունը, ինքը չվերակենդանացավ, ու դրանից հետո արդեն մենք փորձեցինք արդեն այլ միջոցներով, հա, իրավական այլ գործիքներով ուրեմն արդեն քրեական հետապնդում դադարեցնելու միջնորդությամբ հիմնավորել եւ նաեւ հիմա որ վերաքննիչ բողոք կտանենք, կփորձենք վերաքննիչ դատարանում ակնկալիք ունենալ, որը այնուամենայնիվ
իրավաբանությունը կվերակենդանանա, որովհետև այդ օրը իրավաբանությունը ընդհանրապես զոհվեց, հա, Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, երբ որ Միքայել Սրբազանին կալանավորման որոշումը կայացվեց, նրա նկատմամբ այդ որոշումը կայացվեց։ Եվ այստեղ այդ մեղադրանքի շրջանակներում հարց է առաջանում, ինչու 2025 թվականի հունիսի 17-ին քրեական վարույթ նախաձեռնվեց 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցի կապակցությամբ, որը մեկ անգամ արդեն թերևս համարվել էր անհիմն։ Այստեղ մի հատ լեգիտիմ իրավիճակ կա։ Երբ որ 23 թվականի բանի հետ կապված, հա, հարցազրույցի հետ կապված դատախազությունը արդեն ասում է, որ գիտեք, այստեղ հանցակազմ չկա, հա, այդ հաղորդում ներկայացնողին։ Անձի մոտ ներքին համոզմունք է ձևավորվում, որ իր արարքը հանցագործություն չէ։ Հետևաբար դրա կրկնությունը կամ դրա վերահաստատումը որևէ կերպ չի կարող ուրեմն հանցագործության հատկանիշներ պարունակել։ Այդ նույնիսկ իրավաբան չհանդիսացող անձանց էս ամեն ինչ որ ասում եք, միանգամից առաջին անգամից ընկալում են բոլոր նրանք, ովքեր որ այդ քաղաքական պատվերով սահմանափակված չեն։ Ու ամբողջ եւս երկրորդ կուրիոզը, հա, նա է, որ այս ամեն ինչը սկսվեց հունիսի 4-ից, սույն թվականի հունիսի 4-ից հետո, երբ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց ուղիղ կոնկրետ Միքայել Սրբազանի մասով գրառումներ անել։ Դրանից հետո սկսվում է այս ուրեմն իրավական վակխանալիան։ Հանկարծ հայտնաբերում են, որ այդ անցած տարվա ուրեմն հայտարարության մեջ այնուամենայնիվ հանկարծակիորեն հանցագործության հատկանիշներ են հայտնաբերվում։ Հունիսի 17-ին քրեական վարույթ է նախաձեռնվում, հետո 10 օր հետո արդեն ձերբակալում, քրեական հետապնդման հարուցում դատախազի կողմից։ Եվ կալանավորման հիմքերի մեջ ներկայացվում է, նայեք, պրակտիկայում այնպես է լինում, որ երբ որ կալանավորման միջնորդություն է տարվում դատարան նախաքննության մարմնի կողմից, 1, 2, 3, հա, այսպես հիմքեր են ներկայացում, կալանավորման հիմքեր, որ կարող է թաքնվել, խոչընդոտել, կարող է։ Բայց նա ներկայացել է անձամբ իր ոտքով։ Չէ, ես կալանավորման հիմքերին եմ անդրադառնում, էլի։ Բոլորը ներառել էին, այսինքն ինչ հնարավոր փախուստի միջոցներ կար, ինչ խոչընդոտման հնարավոր եւ անհնարին վարկածներ կար, այդ ամեն ինչը այսպես լցրել էին այդ կալանավորման միջնորդության մեջ, եւ որ այս մեկը չլինի, այն մեկը կլինի, բայց ել եմ ասում, այդ նախագահողին ընդհանրապես պետք չէր դա, մի նախադասություն լիներ, այսինքն հերիք էր, որ ինքը կնիքը դներ, ասեր կալանավորում եմ, իզուրել այդ 5 ժամը մենք փորձեցինք իրեն դեպի իրավաբանություն բերել եւ ասել, որ սա ակնհայտ անարդարություն է։ Եվ վերջապես այս մեր նոր քրեական դատավարության օրենսգիրքը, հարաբերական նոր, հա, արդեն 3 տարեկան, կարևոր ինստիտուտներ ունի այլընտրանքային խափանման միջոցների կիրառման տեսանկյունից եւ ամեն տեղ այսպես թմբկահարվում է դատախազության եւ կոմիտեի, քննչական կոմիտեի մակարդակով, որ այս այլընտրանքային խափանման միջոցները կոչված են, որպիսի կալանավորումների հետ կապված գործերը, հա, ավելի օբյեկտիվորեն քննվեն եւ ավելի ուրեմն համաչափ խափանման միջոցներ ընտրվեն։ Հիմա ես առավելապես խոսքը տնային կալանքի եւ այս տեսակ, այո, եւ այստեղ կարող էր եւ տնային կալանք ընտրվել եւ համակցությամբ տնային կալանք բացակայելու։ Լավ, ինչու չեղավ դա եւ եղավ այն, որ մեկ խցում հիմա գտնվում են երկու սրբազան։ Ես այսօր ուրեմն Միքայել Սրբազանին տեսակցել եմ, ինքն էլ է ժպտում այդ փաստի առթիվ ու հետաքրքիր բան ասեց, հա, որ ես էլ զարմացա, ճիշտ ասած, մտածեցի, որ հա դրա մասին իսկապես այդ պահին չէի մտածել, ասում եմ, եթե ես լինեի, հա, այդ գործով ենթադրենք հանցակից համակատարող,
ապա ինչու ես հենց այդ գործի շրջանակում, հա, չէի ազատազրկվել ու վերցվել կալանքի կամ եթե ես այդ Եկեք մեկ անգամ պարզաբանենք, սրանք առանձին գործեր Իհարկե, բայց են եւ իրանք որևէ կապ կպցնում չունեն են, Բագրատ Սրբազանի հետ։ կպցնում են հենց նախաքննական մարմինը դատախազությունը ամեն ինչ անում է, որ այս գործերը իրար հետ կապակցի ու իմիջիայլոց 3 էր առաջորդներ քննչական կոմիտեի նախագահը հենց դրա մասին ասում է մի շղթա է սա որևէ կերպ, այն որ շատ ուզենան շղթայել, մի շղթա է, բա ինչ են երկու նույն հանցանքի մեջ, հա, մեղադրվող միասին գտնվում։ Նույն խցում ինչի համար են գտնվում։ Ուրեմն ես ի գիտություն իրենց ասեմ, որ եւ երկու սրբազաններն էլ բավականի խելացի մարդիկ են եւ լավ հասկանում են, հա, որ այս ամեն ինչը կոնկրետ քաղաքական հետապնդում է եւ հաշվեհարդար է իրենց նկատմամբ եւ ըստ էության դատվելու գործընթաց է իրենց նկատմամբ իրականացվում հետեւաբար կոնկրետ ես Բագրատ Սրբազանի շահերը չեմ ներկայացնում դրա համար զերծ կմնամ իր գործի վերաբերյալ որևէ բան ասելուց որտեվ ընդհանրապես գործի ոչ նյութերին այդպես հա բաներից մամուլից ուղղակի ինֆորմացիա ունեմ, բայց որ քննչական կոմիտեի նախագահն է ասում, որ այդ գործերը իրար հետ կապված են, դա լրիվ անհիմն է, որովհետև որևէ բան, որ Միքայել Սրբազանի գործը կապված է այդ արդեն իսկ գոյություն ունեցող իրենց ասած ճակերտավոր ահաբեկչական, հա, ինչ որ բանի հետ, գործի հետ իհարկե քննադատության չի դիմանում եւ նաեւ շատ մտահոգիչ է երբ որ քննչական կոմիտեի նախագահը նմանօրինակ հայտարարություններով է հանդես գալիս մինչեւ գործի ավարտը թերևս արդեն գործի ավարտից բացի ինքը մեղադրում է ապատեղեկատվություն տարածելու մասին դե տեղեկատվություն հասկանում եք որ ինքներդ եք հասկանում, որ նկատի ունի պաշտպանների, հա, հայտնած դիրքորոշումը, բայց մենք իրենց իր տարածած ապատեղեկատվությանը, որը մենք կոչել ենք մանիպուլյացիա, հասարակական լայ շերտերի մանիպուլյացիա, մարդիկ ովքեր իրավաբան չեն, գուցե եւ այսպես լսեն ու իրավաբանությունը չլսեն, իրավական կոնտեքստը չլսեն ու ասեն հա դա կոմիտեի նախագահն ասում է ուրեմն այդպես էլ կա Ես հենց այդ մասին էի ուզում խոսեինք որ հանրության մոտ հիմա այս պայդրությամբ հստակ ձևավորված է կարծիք որ երկու սրբազանների գործերը դա մեկ ընդհանուր գործի ներքո ինչպես ներկայացնում է իշխանությունը նոր լույսի ներքո դիտարկեցինք Միքայել Սրբազանի գործը եւ հասկացանք որ կապվածություն կա այստեղ եւ նախ այս վերաբերմունքը եւ երկրորդ այսպիսի տարաձայնություն առաջացնող մոտեցում կա հիմա իշխանությունը պայքարում է եկեղեցու դեմ թե իշխանությունը պայքարում է եկեղեցականների դեմ որ ինչ կապ ունի այս ամենի մեջ ընդհանրապես կաթողիկոսը եւ գուցե այստեղից է բխում հետևանքները այսպես պատիժները այո հիշեմ ուրեմն առաջինը գործի կապակցվածության մասին բացարձակապես որևէ կապ չկա բացարձակապես խոսում են ինչ որ ապացույցների մասին որոնք որ ըստ իրենց արկա են, բայց չեն ներկայացվել, չգիտեմ, գոյություն չունեն։ Ամեն դեպքում իմ վստահորդը, մեր վստահորդը խոսում է նրա մասին, որ որևէ արարք չի կատարել քրեորեն հետապնդելի որևէ արարք չի կատարել։ Ընդհանրապես բանավոր հայտարարությունների մասին իշխանություն զավթելու որևէ կոչ եւ գործողություն չի կատարել եւ իր հայտնածը բացառապես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի քննադատական կարծիք է սա վստահորդի դիրքորոշման մասով Սահմանադրությամբ իրավունք ունի եկեղեցականը կարծիք հայտնելու մեկ անգամ եւս ընդգծենք մեր հանրության շրջանակների Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները իրավունք ունեն կարծիք արտահայտելու, ազատ արտահայտելու եւ ազատ կարծիքի
ուրեմն ինստիտուտը շատ հիմնարար ինստիտուտ է, նաև նախատեսված է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, ու երբ որ մենք թմբկահարում ենք Եվրոպական դատարանի նախադեպեր եւ այլն, Եվրոպական դատարանը անհիշելի ժամանակներից ազատ խոսքի իրավունքի բազմաթիվ նախադեպային որոշումներ ունի, իդեպ որը խորհուրդ կտամ նախաքննական մարմնին մի հատ վերընթերցել, իրենք հաստատ ընթերցել են, բայց հիմա այլ ռակուրսով են նայում։ Նայեք, շատ վատ է, երբ որ դատախազությունը այսպես նման ձևով է մեղադրանքը հորինում, ասում է նոր լույսի տակ ենք մեկնաբանում։ Ինչ նշանակում նոր լույսի տակ, այսինքն մեղադրանքներ կան, որ հին լույսի տակ են, ու մեղադրանքներ կան, որ նոր լույսի տակ են։ Այսինքն սուբյեկտիվ մոտեցման էլեմենտ է առաջանում, որը որ հունիսի 17-ին քրեական վարույթ են նախաձեռնում, ասում են հետապնդումը հարուցել ենք հունիսի 21-ի արտահայտած, կարծիքի համար, բայց այնտեղ արդեն երևում է, որ գործողությունները քրեական վարույթի նախաձեռնման առիթը հիմքը հենց այդ տեսանյութն է, այդ հարցազրույցն է, որի վերաբերյալ ըստ էության քննություն պիտի ընթանա։ Իսկ հունիսի 21-ին Սրբազանը ընդամենը հաստատել է, վերահաստատել է, որ ասել եմ, բայց ես իշխանությունը զավթելու կոչ չեմ արել, նույնիսկ պարզաբանում է, որ չեմ արել։ Դա իրենց համար ոչ թե ուրեմն հանցագործությունը ենթադրյալ, հանցագործությունը հաստատված համարելու հիմք պիտի դառնար, այլ ճիշտ իրավական մոտեցում, որ ընդհանրապես դա բացառող հանգամանք պիտի լիներ, որտեղ մարդը ըստ էության իր հայտարարությունը, եթե չեն հասկանում ինչա ասում, էլի, արդեն պարզաբանում ասում է, չէ, ես իշխանությունը զավթելու կոչ չեմ արել։ Եվ նոր լույսի տակ մեկնաբանել, ասում այնտեղ որ գործողություններ է կատարվել ենթադրաբար, այդ ահաբեկության փորձ եւ այլն, ստեղ մենք սկսում ենք սա նոր լույսի տակ նայել։ Այ քեզ բան 2020 թվականից պատերազմից սկսած այս մարդը խիստ քննադատական ասում է պիտի փոխվի Արցախի կորուստը երբ այնպեսի մենք խնդիրներ ունենք, որ նույնիսկ այդ մարդիկ կան, որ սիրտը չի դիմացել, ուղղակի այլևս ողջ չեն այդ հույզերից ու այս ամբողջ այս մեր պատմական արժեքների նկատմամբ այս որակի ոտնձգությունը կարող է եւ այդպես արդարացիորեն դժգոհության հանգեցնել։ Վերջի ժողովուրդը պահանջում է իր սրբազաններից, ընդհանրապես իր եկեղեցու անդամներից որևէ կարծիք հայտնել, դրսևորել դիրքորոշում քաղաքացիական, որպեսզի մի քիչ ավելի պարզ լինի առավել հասարակ բնակչի հասկանանք, որ ճիշտն ու դա սխալը հոգեվորականն է որոշում, կարծիք հայտնի թե չէ։ Ես էլ եմ ասում, հոգեվորականները, քանի որ հոգեվոր կյանքով են ապրում, այդ Աստծո հետ կապվածությունը իրանց աուրան մի քիչ այլ է, մենք աշխարհիկներով չենք կարող անընդհատ ամեն ինչ հոգեվորականներ, այսինքն մենք փչացնենք ամեն ինչ այստեղ, հետո գնանք հոգեվորականներին, ես հասկանում եմ, որ սա բանը, ասենց գենետիկական հիշողություն է, երբ որ պետականություն չենք ունեցել, անդադ մեզ հոգեվորականներն են մեզ խնամել, փայփայել, բերել, հասցրել 20-րդ դար, 20-րդ դարից արդեն պետականություն ունեինք եւ այլն, որ հետո արդեն մխսեցինք, այս կերպ ու անընդհատ հոգեվորականից պահանջել մի բան, որ մենք աշխարհիկ կյանքում պատասխանատու մենք ենք, մի քիչ անտրամաբանական է, բայց եթե հոգեվորականը իր դիրքորոշումը արտահայտում է, այդ լրիվ իրավաչափ է, լրիվ նորմալ է եւ տեղավորվում է բոլոր ամբողջական այսպես իրավական կարգավորումների տրամաբանության մեջ, հետեւաբար ես անկեղծորեն էլի եմ ուզում ասել, որ շատ եմ խղճում այն պաշտոնյաներին, որոնք այս մեղադրանքը հորինել են ու պիտի պաշտպանեն։ Հիմա հարցը մի փոքր այլ տեսանկյունից դիտարկենք, շատ տարածված կարծիքներից եւս մեկը այն է, որ իշխանությունը խանդով եւ վախով է համակվել, որովհետեւ Միքայել Սրբազանը այն մարդն է, որի շուրջ կոնսոլիդացիան լայն հանրության եւ քաղաքական բոլոր թևերի կլինի, նա կարող է լինել վարչապետի թեկնածու, ճգնաժամային իրավիճակում այսպես փոփոխության փուլի համար նախատեսված եւ այսպիսի քաղաքական առաջարկներ են հնչում, որոնց հանդեպ, եթե ես չեմ սխալվում, դուք ուղղակի եթե սխալվում եմ, Միքայել Սրբազանը բացասական
պատասխան է տվել եւ նա ասել է, որ կարծես թե չի պատրաստվում, տրամադրված չէ քաղաքական որևէ գործունեություն ստանձնել։ Հիմա այդպես է թե այդպես չէ, այս մարդիկ, ովքեր տարածում են այս ինֆորմացիան, ում շահերն են հետապնդում, ում ջրաղացին են ջուր լցնում, արդյոք այս պահին անհրաժեշտ է Միքայել Սրբազանի գործի պաշտպանությանը, երբ նմանատիպ տեղեկատվությունը, որը շրջանառում է, շատ ակտիվ։ Հա, անկեղծ ասած, այդտեղ խնդիր կա, որովհետև հա գնահատելի է այն անձանց կամ քաղաքական ուժերի այսպես ցանկությունը, հա, որ չարատավորված անձ իրենց առաջնորդի, բայց գոյություն ունի կամք, ցանկություն, որի հետ պիտի մարդիկ հաշվի նստեն։ Առանց Միքայել Սրբազանի ցանկությունը կամ կամքը հարցնելու քաղաքական այդ ուժը եւ որոշ անձինք արդեն նախաձեռնել էին այդ գործընթացը եւ մենք այդ պահին քննչական գործողությունների ամենակիզակետում էինք գտնվում, երբ որ ես հանկարծակի թերթեցի ու Պաշտպանյանը վարչապետի տեխնացու է դառնում։ Այսինքն մի րոպե ստեղ ինչ որ արդեն տաղավարներ են բացվել, 36 падգամավոր ընդդիմադիր պատրաստ գտնվում ենք քննչական կոմիտեում, ընթանում են վարույթային գործողություններ, այն որ բանից անտեղյակ, ես պատահական, ասենք, բացում եմ, հա, հեռախոսը ու տեսնում եմ այդ պահի տակ այդ լրահոսը թերթելիս, տեսնում եմ արդեն մեր վստահորդը, ուրեմն վարչապետի իմպիչմենտի վարչապետի թեկնաթեկուզ ժամանակավոր։ Ու սենց քար ենք կտրում, դրա մասին իհարկե տեղեկացնում ենք Սրբազանը ասեց, որ նման ցանկություն չունի, իհարկե։ Իրեք միայն փաստաբաններն են, չէ՞։ Վարույթային գործողությանը մասնակցում։ Ոչ նկատի ունեմ այցելություններ միայն փաստաբանների եւ մերձավոր ազգականները, հա։ Այսինքն հստակ ինֆորմացիան բոլոր դեպքերում դեզանից է դուրս գալու, եթե որևէ կարծիք է արտահայտում Միքայել Սրբազանը։ Իհարկե, ինչի մասին է խոսքը, ու Միքայել Սրբազանը դե ասեց, որ ինքը որևէ ցանկություն չունի այսօր ոչ այդ վարչապետի տեխնացու լինելու, ոչ էլ ինչ որ քաղաքական գործընթացների մեջ մտնելու, որտեվ իր հոգևոր առաքելությունը, իր հոգևորի կարգավիճակը իրեն լիովին բավարարում է։ Հետևաբար այդպես ծնվեց այդ հայտարարությունը հանրությանը ներկայացնելու միտքը եւ իր դիրքորոշումը փաստացի Սրբազանը գրավոր, հա, հանրությանը ներկայացրեց եւ ես էլ եմ կարծում, որ այստեղ փոխարեն աջակցեն, հա, մարդուն, որը ապօրինի մեղադրանքի ճիրաններում, ուրիշ բառամթերք ես այդ պրեսինգին չեմ կարող, հա, այդ քաղաքական պրեսինգին, մայրաթուռի վրա հարձակումներին, այդ ձերբակալման գործընթացին, այդ ոստիկանական ու հատուկ ջոկատային զորքի ներկայությանը ու հասել ենք արդեն քննչական կոմիտե փոխարեն ինքը ստանա ուղակի աջակցություն, հա, իր ազատության, իր մեղադրանքը, ապօրինի մեղադրանքը վերացնելու կապակցությամբ ու մարդը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ, մեկ էլ պտտվում է դառնում է իշխանության հա, ինչ իշխանական բան նկրտումներ ունեցող հա իշխանությունը եւ եկեք համաձայնենք, որ սա ոչ միայն իրավական առումով է խնդիր ստեղծում, այլ նաեւ հանրության մոտ կարծիք է ձևավորում, որ այո, ճիշտ է իշխանությունը, այո, իշխանությունը գիտի ինչ է կասկած են ստեղծում, որ այս մարդը փաստորեն իշխանական նկրտումներ ունի, հա, իշխանությունը վերցնելու նկրտումներ։ Հետո բերում են մյուս Սրբազանի հետ են նստացնում, ում հետ կապած արդեն գործընթաց է գնում։ Հետո ավելի վատ իրավիճակ է ստեղծվում։ Ստացվում է, որ փաստաբաններն են ինչ որ ապակողնորոշում, տանում հանձնում, ու այդ ամենը կապում են քաղաքական process-ի հետ, չհասկանալով, որ փաստաբանին մեղադրելով, հա, զերպարտելով, որ ազդել է, տարել է, հանձնել է Սրբազանին, հանձնել ենք, որ ինքը հանկարծ լիդեր չդառնա, հա, ու դրանով Սրբազանին են վիրավորում։ Մի կողմից, նայեք, դուք որպես 5 հոգի են պաշտպանները, հասարակական հիմունքներով եք, թե կգրեք իհարկե այս հարցերը առանց թաքցնելու,
բացարձակապես դա չէր Որովհետև մեկ այլ մտահոգություն էլ կա կրկին բնակչության մոտ տարածված, որ պաշտպանները որոշակի հակագործունեություն են անում, ինչու հենց անընդհատ նույն պաշտպանները ձեր խմբում մեկ պաշտպանի մասին է խոսքը գնում, հիմնականում Արա Զուրաբյանի մասին։ Այո, Պարոն Արա Զուրաբյանը միայն Միքայել Սրբազանի, Միքայել arczepiskopos Աչապահյանի պաշտպանն է այս պահի դրությամբ, ուրիշ ում շահերի պաշտպանությունն է իրականացնում։ Ըստ օդում պտտվող լուրերի, ինչպես ասում են, նա ամենաթեժ կետերում է հայտնվում եւ սա հստակ ուղղորդված գործողություններ եւ գործունեություն է։ Պարոն Զուրաբյանը նախարարինը կենսագրություն, վաստակ եւ փաստաբանության մեջ հսկայական ներդրում ունեցող փաստաբան է, եղել է փաստաբանների պալատի նախագահը, ներկայում հանդիսանում է փաստաբանական ակադեմիայի ռեկտորը, հանդիսանում է փաստաբանության ասպետ։ Մենք այդպիսի կոչում ունենք։ Ասենք երջանկահիշատակ Ռուբեն Սահակյանն է փաստաբանության ասպետի կոչումով եւ այդ կոչում ունի պարոն Զուրաբյանը եւ մեր գործընկերներից մեկը։ Այսինքն հպարտ եւ շնորհակալ պիտի լինենք, մինչդեռ հակառակ Իհարկե պիտի այդ մակարդակի փաստաբանը նախ պարոն Զուրաբյանը շատ այսպես բացառիկ քրիստոնյա է եւ շատ մեծ հավատով եւ շատ մեծ կապվածությամբ մայրաթորին եւ մեր ուրեմն արժեքներին, հա, մեր պատմական եկեղեցական արժեքներին եւ ասեմ ձեզ, որ նա մայրաթորի հետ կապված ցանկացած իրավիճակ շատ ցավագին է ընդունում որպես եկեղեցու զավակ, որպես հայ մարդ, ինչպես որ նորմալ, adekvat հայերը կընդունեն իրենց եկեղեցուն եւ հոգեվորականների նկատմամբ ոտնձգությունը, այնպես էլ պարոն Զուրաբյան դրա համար ասել, որ մշտապես նույն պաշտպանն է, հա, մշտապես նույն ամենաակտիվ քաղաքական ենթատեքստով գործերի մեջ ներգրավված։ Բա ով լինի։ Ես ուղղակի ուրիշ տարբերակ չեմ կարողանում մտածել լավ պաշտպանության, այս պարագայում։ Ես ուզում եմ ընդգծենք մեր հեռուստադիտողների համար, որ այո հասարակական հիմունքներով էր, այսինքն որևէ այլ շահադիտական նպատակ այս հարցում չկա։ Կամավոր գործունեություն է։ Այո, մենք հավաքվել ենք, պարոն Զուրաբյանը կոչ է արել, որ համախմբվենք մայրաթորի շուրջ այդ օրը եւ դիմադրենք ու մեր իրավաբանական օգնությունը ցույց տանք ուրեմն հետապնդվող հոգեվորականին, հա, ապօրինի քրեական հետապնդման ենթարկվող հոգեվորականին, հետեւաբար արձագանքել ենք, պարոն Զուրաբյանը մեզ համակարգել է ու մենք ստանձնել ենք ուրեմն Միքայել Սրբազանի շահերի պաշտպանությունը բացառապես հասարակական հիմունքներով, նույնիսկ ամոթ է, հա, այս վիճակում, երբ որ մայրաթորը, երկիրը գտնվում են այս իրավիճակում, մենք խոսենք ինչ-որ վարձատրության մասին։ Հիմա, քանի որ մենք արդեն դուրս ենք եկել ավտոմատ կերպով գլոբալ հարցերին, հիմա այս գործերը ձեր փաստաբանական թիմը բազմաթիվ անգամ հայտարարեց, ապօրինի գործ է, հակասություններով լի գործ է։ Հիմա դուք սա դիտարկում եք կոնկրետ Միքայել Սրբազանի անձի դեմ գործ, թե ճնշում Միքայել Սրբազանի, Բակրատ Սրբազանի միջոցով ճնշում կաթողիկոսի նկատմամբ։ Սա ինչ է ըստ ձեզ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի նախ եւ առաջ։ Սա նախ ոտնձգություն է մայր եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցու ոչ թե եկեղեցականների։ Եկեղեցու նկատմամբ եկեղեցականների միջոցով։ Որովհետև եթե մարդը ակնածանք է ունենում, հա, իր ազգային կարևորագույն ինստիտուտի եւ սահմանադրությամբ նախատեսված հայ մարդու կյանքում բացառիկ արժեք ունեցող հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ ինքը որևէ կերպ չէր կարող նույնիսկ մտքի ծայրով անցկացնել, որ այդ սրբության դռների առջև կարելի է հազարանոց զորք կանգնացնել։ Արդյոք այդ սրբության առջև ընդհանրապես դեմ կարելի էր արտահայտվել այնպես, ինչպես արտահայտում են վերջին օրին, դերևս այսօր ամսի 1-ից հրադադար է, այսպես ասած։ Այդ հələ պարզ չի էլի հրադադարը, որտեղ մենք այնտեղ ուրիշ տեղեկություններ ունենք, որ ոնց որ այդ հրադադարը այդքան էլ հրադադար չի, այսօր
նյութ լուր էր, ինչ էր այդ երկտողով, որ ով ոնց հայհոյեց, տենց պատասխանել։ Էլ ես ի վիճակի չեմ, Այսինքն հրադադարին էլ չենք։ ազատեք հա այդ մարդու սահմռկելի խոսույթը վերհիշելու կամ վերլուծելու այս անմարդկային պարտականությունից։ Ես ձեզ ուղղակի թախանձագին խնդրում եմ, ես ի վիճակի չեմ այլևս նմանօրինակ ուրեմն բաներ, հա, խոսույթին գնահատական տալու։ Հիմա ես ուզում եմ մի փոքր փորձենք տարբեր կողմերից հասկանալ, բոլոր այն կողմերի կարծիքները դիտարկենք, ովքեր ներկա չեն այս պայմանությամբ։ Հիմա բնակչության ժողովրդի մի մասը ասում է, ինչու մեր վեհապարը սկսեց խոսել թերևս Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հետո տարաբնույթ հարցերի, քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերի մասին, մինչ այդ մենք ունեցել ենք պատերազմներ, բազմաթիվ առիթներ եւ մեր եկեղեցին կարծես թե եղել է մի կողմ քաշված եւ որևէ հանրային կարևորության հարցերի չի անդրադարձել։ Հիմա ինչ պատահեց, արդյոք սա այո քաղաքական ենթատեքստով գործունեություն չի ընդդեմ իշխանությանը։ Վեհապարից եք հարցնում, թե սրբազան։ Վեհապարից եմ հարցնում, որպես քաղաքացի ենք խոսում մի կողմ դրանից հասկանալի է, հա, դե ես արդեն իրավական գնահատական բնականաբար չեմ կարող տալ, բայց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես մտածում եմ հետևյալ կերպ, որովհետև ինչքան էլ նախկինում անարդարություններ են եղել, իսկ նախկին իշխանությունների օրոք հսկայական անարդարություններ են եղել եւ այդ սոցիալական անարդարությունը հանգեցրել է ներկայիս իշխանության գոյության առհասարակ։ Բայց մենք չենք ունեցել այսպիսի անարժանապատիվ վիճակ, կորցրել ենք Արցախը, ունեցել ենք 5000 զոհ եւ ուրեմն 10000-ից ավել վիրավորներ, Հայաստանի սուվերեն տարածքից թշնամուն տարածքներ են հանձնվել, խաղաղության խաչմերուկների ու պայմանագրերի անհասկանալի, անհեռանկար ինչ որ տեքստեր, որոնք հանրությունը չի տեսել, դրանց հիման վրա։ Կարծում եմ մասնագետների մեծ մասն էլ չի տեսել եւ չգիտենք ընդհանրապես ինչ բովանդակության մասն է խոսքը։ Էդ էլ այն, որ պիտի ամեն ինչը, հա, հասարակության հետ բաց քննարկվեր։ Չենք ունեցել այնպիսի իրավիճակ, երբ որ այսօր լսում ես մի կարծիք, հետո ասում ես, վայ, չէ, գիտեք, ես ասկի մի շաբաթվա առաջվա մարդը չեմ, որ մնացել հայ իրավիճակա ինչ որ փոխվել։ Այս որակի անպատասխանատվություն, այս մակարդակի, հա, որ կողմ նայում ես, որ ոլորտ նայում ես, լրիվ ոչնչացված վիճակում են։ Ոչ առողջապահությունն է մի բան, ոչ ուրեմն կրթությունն է մի բան, ոչ արդյադատության մասին չգիտեմ, որ սրա վերակենդանացումը։ Այդ մասին դեռ խոսելու ենք։ Հա, դեռ լուրջ խնդիր է։ Մի խոսքով պաշտպանության վիճակը ամենակարևոր է, այդ անպաշտպան, այսինքն սահմանում գյուղացին դուրս է գալիս ու հայտնվում է թշնամու դրոշի առջև։ Գնում ես ընդհանրապես իրանցով գնում ես, հա, դեպի Տավուշի մարզով անցնում ես, ինչ որ պարիսպներ են դրած, որ ձեռով կպնես, հա, արդեն այդ բուֆերային գոտին սկսում է եւ այդ ադրբեջանցի զինվորները համարյա նայում են աչքերիդ մեջ Հիմա իշխանությունը ներկայացնում է այս իրավիճակը որպես օրինական իրավիճակ, որը սրում են հոգեբանական խնդիրներ են ստեղծում ընդդիմադիրները։ Այդ ընդդիմադիրների շարքում եկեղեցու ներկայացուցիչ է վեհապարը, որին ուղիղ մեղադրանք է թերևս արդեն բնակչության շրջանակում տարածված գործակալի կարգավիճակ պիտակ դրոշված։ Դե հիմա ով մի հատ կարծիք է արտահայտում քննադատական, արդեն գործակալ է դառնում։ Մենք էլ հիմնավոր կասկած ունենք, որ իրանք Թուրքիայի գործակալ են կամ Ադրբեջան, հենց Ադրբեջանում գործակալ, ասենք թե, հա, կարանք չէ տենց կարծիք արտահայտենք, ենթադրաբար, այսինքն ամեն մի խոսացողին ասես դու KGB-ի գործակալ ես, դու եսին որտեղի, ինչ գործակալ, կամ հայ ենք, կամ հայ չենք, հա, կամ Հայաստանի շահերի շուրջ ենք հավաքվում։ Մեր խնդիրը իրականում շատ խորքային խնդիր է։ Անդադ ինչ որ իա մեծ պիտի լինես, հա, ինչ որ երկրին։ Եթե այս կողմից ես, այն կողմից ես ավտոմատ։ Արևմտամետ չես, ուրեմն ռուսամետ ես, եթե ռուսամետ չես, ուրեմն թուրքամետ։ Ու սենց ինչ որ մետ էր։ Եվ ընդդիմությունը, եւ իշխանությունը, եւ նախկինը, եւ ներկան այդ խնդիրը ունեցել են։ Ոչ մեկ այսպես հայամետության, հա, բացառիկ հայամետության առանցքի շուրջ
իր գործունեությունը չի կառուցել։ Դա իմ կարծիքն է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ դա է պատճառը, որ ամեն մեկը այն որ դիմացի կողմին, այն կարծիք արտահայտողին արդեն ինչ որ գործակալի պիտակ է տալիս։ Անհասկանալի է։ Ու այս ուղեցրում պարզ է, որ եւ հոգեվորականները, եւ վեհափառը այսօր հասական վիճակում արդեն դժգոհություն ունեն եւ արտահայտում են իրեն։ Իրականում խնդիրը հետեւյալն է, այդտեղ մի խնդիր կա։ Վեհափառը շատ լուրջ համաժողովում Ադրբեջանի դեմ հիմնավոր փաստարկներ են ներկայացրել նրանց վանդալիզմի, մեր հոգևոր արժեքները քանդելու, Հայաստանի դեմ գործողությունների եւ մեր մշակութային եւ պատմական կոթողները ոչնչացնելու համար դրա դեմ արտահայտվել է եւ բավականին որակյալ եւ հիմնավորված զեկույց է ունեցել, ինչը ոռնոց էր առաջացրել Ադրբեջանում ու հետո այդ Փաշազադե ոչ եկավ էլի այդ չգիտեմ արդեն ինչ ճանապարհով կարելի է հակառակ բանն եմ ասում ես ինչ ճանապարհով կարելի է սրանց կտրել թուրքական, ադրբեջանական օրակարգի հետ սինխրոն գործընթաց իրականացնելու վիճակից։ Արդեն կտրելու մասին ենք էլի մտածում, ոչ թե գնահատական տալու, որ դրանք պարզ է, փաստը պարզ է։ Այնտեղ մի բան ասում են, այստեղ իրագործվում է։ Այնտեղ մի բան գրում են, մի քանի օր հետո այստեղ դառնում է արդեն շրջանառության առարկա։ Հիմա ես կոնկրետ որպես քաղաքացի Հայաստանի Հանրապետության խնդիր եմ տեսնում, որ ոնց անենք, որ այս մեր իշխանություններին կտրենք այդ մեր եկեղեցում խնդիր տեսնում եք, եկեղեցու ներսում առկա է խնդիր, որը որևէ բացասական կերպ անդրադառնում է բնակչության վրա, ժողովրդի վրա եւ սա է ուզում ուղղել ենթադրաբար մեր իշխանությունը։ Բացարձակապես եկեղեցին նախ սահմանադրությամբ, սահմանված պետությունը իրավունք չունի եկեղեցու գործերին միջամտելու, այդ մեկ։ Երկրորդը եկեղեցին հոգևոր եւ իր բնույթով, իր կոնցեպտով ինքնամաքրվող, համակարգ է։ Եթե կան ինչ որ հոգևորականներ, որոնք իրենց ուխտը չեն պահում կամ իրենց այդ աղոթքի շրջանակում ճիշտ գործողություններ չեն կատարում, եկեղեցական արժեքներով, եկեղեցական կանոններով իրենք կարգալույծ են լինում, պատժվում են, ապաշխարանքի են մենք աշխարհիկներով իրավունք չունենք այդ եկեղեցու կարգերի մեջ մտնելու ու ժողովրդի մեջ տարածել են, որ մոմ վաճառելով, բիզնես անելով ես հանրության ուշադրությունը ուզում եմ հրավիրել նրա վրա, որ պետությունը եկեղեցին չի ֆինանսավորում։ Ու եկեղեցին ինքնաֆինանսավորվում է։ Իհարկե, այդ մեր նվիրաբերությունների հաշվին է, շատ այսպես ուրեմն բարերարների միջոցով, կատարվող նվիրատվությունների հաշվին է, ու նաև, որ ասում են, եկեղեցիները չեն պահպանվում, չեն վերականգնվում, նաև էդ էլ է բացարձակ սուտ, որովհետև վերջերս լսեցի տվյալ էլի Բարձրաստիճան հոգևորականներից, որ եկեղեցու բալանսում կա 600 հուշակոթող, հենց բալանսում, որը եկեղեցու խնամքի տակ է, եւ բոլորը լավ վերանորոգված, բոլորը բարվոք վիճակում։ Այն փլվածները ԿԳՄՍ-ի բալանսում է։ Խնդրում եմ այդ մասը, եթե ձեզ հետաքրքրում է, կարող եք հարցումներ անել, ճշտել լրագրողական, հետաքննության շրջանակներում, դա հնչել է ուրեմն հոգևորականների կողմից եւ այսինքն հանրահայտ փաստ կարող է լինել, հետեւաբար մեր հասարակությանը ներկայացվում է, որ եկեղեցին իբրև թե ինչ որ այսպես յուրացումներ է անում, բայց չի խնամում այդ բան, խոնարհված եկեղեցիները կամ մշակութային արժեքները, այդպիսի բան չկա, եկեղեցու հոգևորականների, պատասխանատու ուրեմն հոգևորականների այդ գործընթացին պատասխանատու հոգևորականների հայտարարությունը ես առավել քան արժանահավատ եմ համարում, որ իրենց ֆոնդում գտնվող պատմամշակութային արժեքները այդ սուղ միջոցներով շատ լավ խնամում են
եւ պահպանում են։ Իսկ այդ ԿԳՄՍ-ն ուրեմն պետության ուրեմն որպես կառույց թող մտածի մնացած պատմամշակութային արժեքները պահպանելու մասին եւ հասարակությանը չխաբեն, որ եկեղեցին իր առաքելությունը չի իրականացնում։ Այսինքն կողմ եք, որ եկեղեցուն ձեռք չենք տալիս եւ քննադատության չենք արժանացնում, նրանք իրենց հարցերը կլուծեն։ Իհարկե, մենք ինչ գործ ունենք հոգեվոր ոլորտում, մենք աշխարհիկ մարդիկ ենք, եկեղեցի կարող ենք գնալ բացառապես մեր հավատի Աստծո հետ հաղորդակցվելու եւ առ Աստված մեր աստվածապաշտական կարևոր արարողությանը այն է պատարագին մասնակցելու համար։ Այո, նույնիսկ եթե չեն կարող օգնել, գոնե թե չվնասեն։ Իհարկե, այս կառույցին մնա միակ այն հավատքի կենտրոնը, où կարելի է գնալ։ Կապ չունի, հա, դու ինչքանով ես հավատացյալ, այսինքն կամ ինչքանով ես առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ։ Պարզ գիտակցություն պիտի լինի, որ սա ազգային ինստիտուտ է։ Դու հայ ես, սա ազգային ինստիտուտ է, կենտրոնն է։ Հիմա տեղ ինչ թերություններ կան, ինչ կան։ Այլ ճանապարհներով պիտի լուծվեն։ Իհարկե, սա ինչ վարքագիծ է, սա ինչ խոսույթ է։ Տիկին Ֆարմանյան, վերադառնանք փաստաբանությանը։ Ինչ խնդիրներ ունենք ոլորտում, արդյոք օրենսդրական բացերն են ստեղծում այսպիսի իրավիճակ, թե օրենքները գրված են շատ լավ, բայց չկան դրանք հետևելու մեխանիզմներ կամ իրագործելու մեխանիզմներ։ Հիմնականում իրավակիրառության խնդիրն է։ Մենք այս ամեն դեպքում իմ գործունեության 2 տասնամյակի ընթացքում ես անընդհատ պայքարում եմ իրական արդարադատություն տեսնելու համար եւ երբ որ երկրի արչեւ գոյաբանական խնդիր է ծառացած, իրականում շատ դժվար է լինում արդար դատական համակարգի ակնկալիքների կամ զարգացումների մասին խոսելը, բայց մի բան փաստ է, եթե կոտրվում է պետության արդարադատության մեջքը, այդ պետությունը հեռու գնալ չի կարող։ Արդարադատության համակարգն է, որ շատ ամուր է պահում պետական ինստիտուտները։ Օրինակ մարդիկ ինչ են վազում Ամերիկա, հա, ինչ են գնում Եվրոպա ու այնտեղ այսպես բնակություն հաստատում։ Այնտեղ չեմ ասում այնտեղ կոռուպցիա չկա այդ տեղերում, դա իմ խոսելունը չի, այլ տարբերակների դրսևորումներով է արտահայտվում։ Բայց ընդհանուր առմամբ այդ արդարադատության գոյությունը եւ կայուն պրակտիկան, հա, կայուն դատական պրակտիկան, օրենքների այսպես գոյությունը եւ դրանց կենսագործունեությունը նպաստում է, որպեսզի հասարակության մեջ մարդիկ իրենց առավել պաշտպանված զգան, առավել իրենց վարքագիծը ճիշտ ընտրեն։ Իսկ երբ որ արդարադատություն չկա, կա այս բանը, հա, այս մղձավանջը, քաոսը, որ էլ հանցագործությունների դեմ առնել չի լինում, մարդը իր վարքագիծը չի կարողանում։ Թիվը մեր երկրում շարունակ աճում է, բայց մի մարդ, որը հանդես է գալիս եկեղեցու պաշտպանության տեսանկյունից, ամբողջ ուժերը ներդնեն, չնայած թմրանյութերի դեմ պայքար իրականում իրականացվում է, բայց մի տեղից իրականացվում է, մյուս տեղից խրախուսվում է, այդ հակասությունն էլ է, էլի։ Ու փոխարեն իրական հանցանքի դեմ այդ ամեն օր կրակոցներ, չգիտեմ, զոհեր, մարդիկ են նետվում, փոխարեն այդ քննություններով անվտանգության աշխատողություն տեղում ենք, բայց ամեն օր մենք լսում ենք նոր կրակոցներ, ինչ որ գալիս են հրապարակներում, չգիտես քայլելուց ով է նռնակը քաշելու եւ դա ինչ ազգի է լինելու, էլի, այն իրական վտանգը թողած ազգային անվտանգության հետ են անգել են, ասենք եկեղեցուց տվերի, հոգևորականի կարծիքի, ասենք թե լավ այդ մի հոգևորականին ազատազրկեցիք, մյուսին էլ ազատազրկեցիք։ Հոգևորականը կամ խցում է բան արել, աղոթք արել, կամ այն մի խցում է արել, կամ այնտեղ աճկնել, կամ այնտեղ։ Ինչ է մեր կյանքում դրանից փոխվելու։ Երբ որ դուք կարծիքի համար կենսագրություն ունեցող իրավաբանները մեղադրանք են երկնում, ինչ որ մի ստատուսների հիման վրա, լուրջ դեմքով այդ մեղադրանքը պաշտպանում, հետո ներկայացնում, որ գիտեք, երկիրը բան են կարել,
կանխարգելել ենք այսպիսի հանցագործության կատարում եւ երկիրը փրկել են։ Հա, սուպերմենների հավաքածու է, մենք ուղղակի տեղյակ չենք, էլի։ Չի կարող այսպիսի բան գոյություն ունենալ։ Ես գիտեմ, որ դուք իրավաբանության առումով տարբեր նեղ մասնագիտացումներով այսպես փորձաշատ եք, պիտի անպայման խոսքի ազատությանը անդրադառնամ, լրատվամիջոցների ազատությանը, խոսքի ազատությանը անդրադառնամ։ Ինչ կարծիք ունեք, օրինակ ես իմ մտահոգությունն եմ ուզում արտահայտել, այն որ խոսքի ազատությունը մեզանում կարծեց վերաճեց ամենաթողության, ամեն ինչ ասելու, ամենագրեհիկ, ամենաանդաստիարակ, ամեն տարբերակով, ամեն քայլափոխին, ցանկացած սոցիալական մեդիայից սկսած ավարտած լուրջ լրատվամիջոցներով ցանկացած կարծիքի արտահայտում ամենագրեհիկ տարբերակով։ Արդյոք սա էր խոսքի ազատությունը, որը փափագում էինք եւ որը աշխարհում կա եւ սա պիտի համարվի նորմա։ Իրականում խոսքի ազատության սահմանումը միջազգայինորեն, հա, ընդունված, որ ուրեմն խոսքի ազատությունը, առհասարակ մարդու ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքները։ Եվ այդ սահմանը չպետք է հատել։ Բայց մեր մոտ արդեն այնպիսի քաոս իրավիճակ է ստեղծվել եւ այս սոցիալական ցանցերն էլ իրականում նպաստել են եւ դա մենակ մեր հասարակության խնդիրը չէ, այդ ամբողջ աշխարհով տարածված, բայց մեր մոտ այս փոքր հասարակություններում, երբ գրեթե բոլորին ճանաչում են, հա, բացառությամբ այդ ֆեյքերի, չնայած արդեն մոտավոր հասկանալի է, հա, այս կոնտեքստից հասկանալի է, որ կողմից է։ Այս ջոկատնա, հա, ալֆանա, բետանա, գամանա, ու տենց արդեն հասկացվում է, թե որը ուրեմն կառավարման տակ են։ Անթույլատրելի վիճակ է իրականում կատարվում։ Նախ ուզում եմ խոսել իրավաբանական լրագրության մասին, ցավոք այսպես գնում է այն համոզման, որ ամեն միկրոֆոն բռնող չի, որ իրավաբանական լրագրությունից տեղեկացված է։ Կան հրաշալի լրագրողներ, որոնք որ իրենց խոսքը կազմակերպելուց 100 անգամ ճշտում են, ուսումնասիրում են, հետո արտաբերում են իմ հարգանքը նման գործընկերների նկատմամբ եւ լրագրողներ եւ լրատվամիջոցներ եւ կա դրա լրիվ հակառակ տարբերակը, երբ որ անձը կապ չունի, հա, ինչ մասնագիտություն է եւ այլն, կարծիք է արտահայտում, մեկ է լրիվ շուռ տված, արդեն ինչ-ինչ նկատառումներով լրիվ այլ կերպ են ներկայացնում, դա էլ մանիպուլյացիայի մեկ այլ ձև է, դա էլ է շատ լուրջ խնդիր եւ ես լիահույս եմ, որ իրական արդարադատության պայմաններում վերջ առաջ մենք կկարողանանք հաղթահարել, որտեվ եւ այդ ֆեյքերին էլ իդենտիֆիկացնելը դժվար գործ չի, եթե ԱԱԾ-ն կամք դրսևորի, որովհետեւ ԱԱԾ-ն ունի այդ գործիքները, բավականին լավ տեխնիկապես զինված է։ Տեխնիկան շատ լավն է մեր ԱԱԾ-ի եւ որ ցանկություն լինի, անպայման կգտնեն այդ բոլոր ֆեյքերին եւ պատասխանատվության կենթարկեն։ Ես դա ասում եմ իրավական գործընթացներին լավ տեղյակ լինելով, հա։ Իրավական առումով այդ մարդիկ կկանգնեն դատարանի առջև ու էլ երկրորդ անգամ տենց բան չեն կրկնի։ Եթե աշխատեն դատարանները, այն լրատվամիջոցների կեղծիքները եւ այլն, այդ ամեն ինչը զրպարտության, վիրավորանքի ինստիտուտի տակ, չնայած ունենք մենք այտենց դատական ակտեր, շատ ունենք նմանատիպ դատական ակտեր, բայց կարծես ընտրովի են ազդում։ Ընտրովի են ազդում եւ նաեւ խեղաթյուրվում են, հա, նույնիսկ քաղաքացիայի իրավական, դե գիտեք, վիրավորանք զրպարտության շահերի պաշտպանությունը քաղաքացիայի իրավական տիրույթում է իրականացվում եւ այդտեղ էլ ընտրովի արդարադատություն իրականացվում եւ եթե ունենանք իսկապես արդար դատական համակարգ եւ արդար ուրեմն գործերի քննություն, ապա դա հայտնաբերելը եւ դրանց պատասխանատվության ենթարկելը եւ դրանով այդ հասարակական լայն շրջանակներին, որոնք որ իրենց աղբաման բերանը բացում են ամեն կերպ, դարձի բերելը երևի մի տարվա պատմություն կլինի։
Դրա համար քաղաքական եւ իրավական կամք է պետք, որը այս պահին բացակայում է։ Թերևս առաջի դեմքից սկսած պիտի Դե հետևեն կանոններին, որպեսզի առաջի մյուսները դեմքին հայել հետևեն։ այդ դրա մասը Տիկին այդ Ֆարմանյան։ գրառումների մասով էլ որ զերծ մնանք էլի։ Ես ուզում եմ այս գաղափարը շատ կարևոր է ընդգծված ուղղակի լինի։ Նախկիններին մերժել են, որով եւ ընտրել են այս իշխանությունը, միայն թե նախկինը չլինի։ Հիմա եթե նախկինը իր սխալը չի ընդունում եւ չի ասում ինչն է պատրաստ փոխել, այլ ժողովուրդը նորից այս ազատությունից հետո նախկինի սահմանափակումների մեջ թերևս շատ մեծ դժվարությամբ կամ հավանական է թե հավանական չէ, որ ընկնի։ Այսինքն այդ նույն նախկինը հիմա պիտի, եթե քննադատում է այս իշխանությունը, պիտի իր սխալն էլ ասի զուգընթաց, որ լսող հեռուստադիտողը, ժողովրդի ներկայացուցիչը ընդունի այդ խոսքը։ Այո, ճիշտ եք ասում։ Այս իշխանությունը առհասարակ գոյություն ունեցավ, ծնվեց, որպես այդպեսին, որտեղ նախկինների արածը հասարակությունը չկարողացավ, այսպես հանդուրժել եւ սոցիալական անարդարության խնդիր կար։ Արդարության համար ասենք, որ սահմանների պաշտպանությունը լավ էր, գոյաբանական խնդիր չունեինք, Արցախը պաշտպանված էր, արտաքին քաղաքականությունը լավից, վատից առաջ էր գնում, ես քաղաքագետ չեմ եւ ինձ իրավունք չեմ վերապահի, այդպես սիրողական մակարդակով քաղաքագիտական ինչ որ վերլուծություններ, բացարձակապես է, որ ամեն ինչից հո կարծիք չունենք մենք, այլ բան է, երբ որ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջ ունեմ, իմ պահանջը փաստարկում եմ եւ ուզում եմ, որ իմ երկրում նման կերպ իրավակարգ եւ հասարակական ուրեմն հարաբերություններ լինեն, դա այլ հարց է, բայց քաղաքագիտական վերլուծությունները իհարկե պրոֆեսիոնալ իրավաբանի համար այս պահին սիրողական մակարդակի են հնչելու։ Գնահատականն այնպիսին էր, որ մենք ունեինք այն գոյաբանական եւ արտաքին քաղաքականության եւ կայունություն, կայունություն։ Հետևաբար մեզ պակասում էր սոցիալական արդարությունը։ Եվ մենք այդ սոցիալական արդարության պահանջի, իսկ ներկայիս իշխանությունը ճիշտ աշխատեց, այդ թույլ կետի վրա, այդ աքիլեսյան գարշապարի վրա աշխատեց։ Բերեց այն վիճակին, որը մենք այսօր ունենք ու չպատկերացրեցինք ինչ ենք զոհելու դրա դիմաց։ Թեև իշխանությունը հակառակն է ասում է մենք ոչինչ չենք զոհել, մենք միայն շահել ենք, մենք մեր սահմաններն ենք հստակեցրել եւ այս գոյաբանական խնդիրը իրականում չկա, ընդդիմությունն է սա քարոզում, որ կա նման բան։ Արդյոք այդպես է։ Դե հիմա թող ամեն քաղաքացի ինքը մտածի, ինչպես է ինքը զգում։ Կա թե չկա, իսկ որ իշխանությունը արդեն գիտի, որ իր կարապի երգը երգված է, առնվազն հաջորդ ընտրությունների ժամանակ, դա այլևս փաստ է, հակառակ դեպքում այս սահմռկեցուցիչ խոսույթը եւ այս ագրեսիան եւ այս քաղաքական հետապնդումները ուղղակիորեն չեն լինի։ Ուղղակիորեն չէին լինի, որտեղ կասեն, դե սահուն կերպով գնում ենք դեպի հաջորդ ընտրություններ։ Այս մարդկանց ինչ ենք վախացնում, ճնշում, հայլի այդպես համընդհանուր վստահության շրջանակներում կամ մեծ վստահության, մեծամասնական վստահության շրջանակներում գնում ենք դեպի հաղթանակ, ինչ կա տերոր անելու, քաղաքական տերոր անելու, որ մարդկանց այսպես ճնշված ենք պահում, որ կարծիքի համար կարող են ազատազրկել կամ ինչ որ բռնություններ կիրառել կամ այսպես ինչ որ բաներ, հանրային հարթակում ուղիղ առերես արճակատ այդպես պատասխաններ հնչեցնել։ Այս մասով է որ իշխանության վրա ասելու բան չկա։ Ընդդիմությունը չկողնորոշված վիճակում է, նախ իր սխալները չի ասում։ Իմ գնահատմամբ իրանք ազնիվ չեն մեզ հետ։ Ես խոսում եմ տիտղոսային ընդդիմության մասին։ Կան ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական հայտ ներկայացրած կամ ներկայացնող գործիչներ, որոնց խոսույթում կա ամեն դեպքում բարի ցանկություն եւ որոշակի այսպես ազնվություն, որ ուզում են իրենց երկիրը այսպես տեսնել, հետեւաբար իրանք մեծ ուրեմն ջանքեր են գործադրելու։ Այլ բան է թե դա ինչքանով հետո իրականություն կդառնա, այնուամենայնիվ, բայց տիտղոսային ընդդիմությունը այս պահին
բարենպաստ վիճակում չէ, որտեվ իրենք նախ մեզ հետ ազնիվ չեն, իրենք իրար մեջ ինչ որ համախմբվածության խնդիր ունեն, այդ հասարակությունը տեսնում է ու այս օրհասական պահին այտենց շահերի հակասություն ցուցադրելը արդեն իսկ իմ կարծիքով քաղաքական ձեռնահասության, հա, այդ գործիքների կիրառման տեսանկյունից խնդիր է առաջացնում եւ ի վերջո իրենք պատասխանատու են այսօրվա համար։ Այսօր ինչ որ տեղի ունենում, իրանց ժամանակ էլ է դատարաններն անարդար եղել, ես դատարանի ոնց որ դիրքից եմ, հա, խոսում, այնտեղ որտեղ որ ես առավոտից իրիկուն իմ գործունեությունն եմ իրականացնում, որպես փաստաբան մտնում եմ ու այդ արդարադատությանը գնահատական եմ տալի, դուրս եմ գալիս։ Չկա այդ զգացողությունը չկա, սենց մի պահ, հա, մինչև 18 թվականը 15-ից 18-ի հատվածում վիճակը լավացավ։ Առանձին դրսևորումներ կարծես նկատվում էին։ Լավ դատավորներ էին նշանակվում, այսպես սկսեց շնչել, հա, ամբողջական չէ, բայց սկսեցին լավ դատավորներ նշանակվել ու ավելի այսպես տեսանելի այդ ցանկալի արդարադատությունը իրական այսպես նշмарվեց։ Բայց դե հետո ունեցանք այն ինչ ունեցանք, այդ լավ դատավորներից է զրկվեցինք, մի քանիսն են մնացել անունները չեմ տա, որտեվ նրանք էլ կհետապնդվեն հաստատապես ես ձեզ ասում եմ, երբ որ փաստաբանները լավ դատավորներին դրվատում են, սկսել է վատ վերջանալ, հա, այդ գործընթացը, դրա համար այդ լավ անունները թաքուն ենք պահում, չենք ասում։ Ինչևէ, այսպիսի անմխիթար սոցիալական անարդարության պայմաններում ու այդ 2 տասնամյակ, հա, 2 տասնամյակ ապրած անարդարության պայմաններում իհարկե արկածախնդրություն է լավ արդարադատություն, հետևաբար ուժեղ պետություն ակնկալելը, բայց ես լավատես եմ։ Ես շնորհակալ եմ։ Ձեր խոսքից բխեցին բազմաթիվ ուղղակի թեմաներ, որոնց շուրջ մտորելու թեմա ունեն, թերևս բոլոր խավերը, բոլոր շերտերը, բոլոր մասնագիտացումների տեր մարդիկ։ Դրա համար ես որպես վարչապան թերևս կարող եմ ասել, մտածեք, վերանայեք ձեր հայացքները հնչեցված թեմաների հետ կապված, իսկ այսօր մենք տաղավարում հյուրընկալում էինք փաստաբան Միքայել Սրբազարյանի փաստաբանական խումբի ներկայացուցիչ փաստաբան Մարինե Ֆարմանյանին։ Այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք մեր հաջորդ եթերաժամից, տեսություն։